Մերոնք կետը եմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է։ Եվ այսպես ասելիքներ շատ կան սկսած վերջին իրադարձություններից միջև դրան նախորդած, չգիտեմ, այսպես կոչված լրագրողների հարցումները Գեգամ Նազարյանին եւ մյուսներին, բայց այսօր թերևս տեղի ունեցած եվրոպական, այսպես ասած, մեծ համաժողովներից խոսենք եւ ռուսական ազդվածությունից, այսպես ասենք, ինչ ունենք, ինչ ունեինք, ուր ենք գնում եւ ինչ իրավիճակ ունենք։ Նախ ասեմ, որ շատ հրաշալի էին կազմակերպել միջոցառման մշակութային բաժինը։ Մենք ներկայանալու մշակույթ ունենք աշխարհին եւ ներկայացանք բավականին խորությամբ եւ իմաստուն։ Շնորհակալություն կազմակերպիչներին։ Մենակ թե չգիտեմ, այդ նույն մարդիկ էին կազմակերպել, ովքեր փողոցի տգետ գրածը չեն տեսնում, թե այլ երկնքից իջած մարդիկ։ Եթե նույն մարդիկ էին, ուրեմն երկվություն ունեն։ Մի մասը ուղեղ չունի, մի օր հաջորդ օրը հանուն, չգիտեմ, ցուցադրության ուղեղավորվել էին, չգիտեմ բառը ինչքանով է բառ, այնուամենայնիվ հպարտություն էր աշխարհին ներկայանալ մեր մշակույթով, մեր խորությամբ, իմաստ էին դրել ջուրը, կյանք է եւ այսպես շարունակ։ Ապրեն կազմակերպիչները։ Գիտեք ինչ հիշեցի մի հին պատմություն, երբ Կոմիտասը սրինգը կամ շվին ձեռին, ես չեմ հիշում հիմա կոնկրետ գործիքը երաշտական, Եվրոպային ցնցեց իր նվագով։ Այն նվագով, որ հոգի է տակնու վրա անում, աշխարհին ցուցանեց ով է հայը, մի քանի օր առաջ մենք ցուցանեցինք ով ենք մենք, այնպես որ ուզում եմ ասել Եվրոպան այն ժամանակ էլ գիտեր, մենք ինչ հզորություն ունենք, մշակութային հզորության մասին էր խոսքը, բայց ցավալի իրադարձությունները լռեցրին ամբողջ աշխարհին, 15 թվականի ցեղասպանության Եվրոպան իրեն պատեպատ տվեց, գոռաց, բայց գոռոցից տենը չանցավ, ռուսներն էլ, այսպես ասած, թուրքերի հետ ձեռքի տվեցին եւ մեր գոռոցները լռեցրին։ Հետո պարզվեց, որ իրենք մեր եղբայրներն են։ Ասելս ինչ է, բոլոր այդ տեսակի հարաբերությունները սկսած Ֆրանսիայի հետ կնքված պայմանագիրը եվրոպական երկրների ղեկավարների այցերը, հավաստիացումները, որ իրենք Հայաստանին սիրում են, լավ է։ Անկեղծություն կար, անկեղծ հուզվեցին մեր մշակույթից, անկեղծ արտահայտվեցին, բայց ուզածդ երրորդ ուժ տեսնում է կամ ուշադիր է, թե դու ինչպես ես սիրում քո հայրենիքը, ինչպես ես պատրաստվում պաշտպանել, ինչքանով ես պատրաստ, այսպես ասած, նժդեհավարի գնալ միջև վերջ։ Եթե դու այդտեղ պատրաստ չես, մնացած բոլոր խոստումները գեղեցիկ են, ընդամենը, ոնց որ նախորդ դարասկզբի ցեղասպանության ժամանակ էին գեղեցիկ խոսքերը, այնպես էլ հիմա են գեղեցիկ։ Խոսքի մեջ բան չի փոխվել, մտքի մեջ էլ չի փոխվել, դու պիտի կարողանաս քո երկիրը ամրացնես։ Ըստ այդմ եվրոպական այս մեծ համաժողովն ու այցելությունը Ռուսաստանի թշնամի Զելինսկին էլ մեզ նվեր, ինչպես ձևակերպում են, խնդիրներ կառաջացնեն, հույս եւ խնդիրներ, հույս, որ ամեն ինչ լավ է լինելու եւ վտանգ, որ Իվանը չի ներելու այս մոտեցումը։ Ավելին, տեսնելով, թե ինչքան են իրենք անզոր շատ հարցերում, զգալով, որ Հայաստանում ռուսական ազդեցություն այս ճանապարհ պակասում է, երկնքից կախված է հոկտեմբերի 27-յան վտանգը։ Սպանելու խնդիրը։ Ռուսաստանը այս կամ այն կերպ փորձելու է հասնել իր ուզածին։ Խնդիրն այն չէ, Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը սովորական մի Փաշինյան է։ Ինձ համար, համենայն դեպս։ Բայց եթե խանգարում է,
ուրեմն այդ վտանգը կա։ Ռուսաստանը երբեք ձեռքերը հենց այնպես ետ չի քաշելու։ Ռուսական իշխանությունները կարող են փոխվել։ Ասենք թե Պուտինին կփոխարինի Յագուտինը կամ ինչ որ մի էլի Ուտին։ Ոչինչ չի փոխում, եթե ռուսական քաղաքականություն չի փոխում։ Իսկ ռուսական քաղաքականությունը միշտ եղել է հետևյալը։ Հայերը այստեղ իրենց պետք չեն։ Այստեղ իրենց շահերն են պետք։ Եվ այդ շահերի ելներով էլ որ Ռուսաստանը վաճառքի հանեց Ղարսը, Նախիջևանը, Արցախը, ինչքան խեղճ Հայաստան, այնքան ինքը այստեղ որոշող է։ Եվ այսօրվա իշխողները եւ երեկվա իշխողները շատ հաճախ պղծում են Նժդեի հիշատակը, աղավաղելով նժդեհականությունը, չէ, խոսքս հանրապետական կուսակցության նժդեհականության չի վերաբերում։ Նրանք փող էին աշխատում Նժդեհի անունով։ Դրանք մի ուրիշ ստորագույն հարազներ էին։ Մեկ Նժդեհ, մեկ մարդ, ով գիտեր տղա լինելն ինչ է, ով գիտեր երկիր պաշտպանելն ինչ է, մի ամբողջ 11-րդ ռուսական դիվիզիա, ով ծնկի էր բերել Ադրբեջանի Նեսինենին, ոտքի տակ տվեց Մեղրիում, Զանգեզուրում։ Մինչև Ռուսաստանը միջազգայնորեն այլևս ասած ես այն բանից եմ կերել Մեղրին, Զանգեզուրը Հայաստան է։ Իդեպ ովքեր չգիտեն, հիշեցնեմ, Ռուսաստանը պնդում էր, որ Զանգեզուրն էլ Ադրբեջան է։ Նախիջևանը տվել էին, Ղարսը տվել էին, Արցախը տվել էին, իսկ Նժդեհն ասաց սա Հայաստանի թոքերն է։ Այ որ այսօր մենք գործոնենք, այդ պիտի Նժդեհի շիրիմը եւ շուրջ բոլորը օրվա իշխանավորները եւ բոլորս գնանք այցի ու խոնարհումի։ Քանզի Նժդեհը ապացուցեց, որ եթե դու չուզենաս, քեզ չեն կարող խոշոտել։ Իսկ եթե գառան գլխով ուզում ես խոշոտել, խնդրեմ, Արցախը մեզ նվեր։ Եվ այս ֆոնի վրա շատ տարօրինակ է այդ Արցախը վաճառքի հանած մարդանման արարածների պահվածքը, Քոչարյանները, S.N. Արցախի անվտանգությունը Քոչարյանի զավակների որովայնում է։ Հանգիստ խղճով կերան։ Ժողովրդի զայրույթի արդյունքում Փաշինյան Նիկոլ իրականությունը աչք փակեց եւ Քոչարյան Ռոբիկին դարձրեց այն թիրախը իր համար, որի անունը տալով կարող է հերթական անգամ վերընտրվել։ Առայժմ այս իրականությամբ շարունակում ենք ապրել։ Լորեցին ասում է կամ ժողովրդական խոսքը, բայց լորեցուց եմ լսել, դրա համար եմ ասում, ժողովրդական խոսք է, ասում է, բանը արջը կալում լծելը չի, բանը ցերը հավաքելն է, այդ արջի։ Հիմի քայլն արվեց, աշխարհն եկավ, ասեց, որ Հայաստանը արմատական է, հին է, մենք ողջունում ենք, մենք ներկայացանք, չներկայացանք օթից, գրագողություն չարինք, սրա նրա մշակույթը չներկայացրինք, մերը ներկայացրինք։ Հիմի այդ արածի պատասխանը տալն է, այսինքն շարունակականություն է։ Վտանգները շոշափելի են, թշնամությունը շատ։ Ռուսաստանը երբեք չի ցանկանա, որ մենք իր ծիրից դուրս գանք։ Արդեն ակնհայտ սպառնում են, մենք ձեզ էս կանենք, այն կանենք, այն կանենք, դուք կտեսնեք, դուք տեսակ Ուկրաինան էլ էր ձեզ նման ուզում շփվել Եվրոպայի հետ, տեսակ ինչ եղավ, ժամանակն է Հայաստանին իր տեղը դնելու, ցուցանելու եւ այլն եւ այլն։ Այդ նույն Ռուսաստանը հանգիստ խղճով փուրը տվեց մեր Արցախը, չէ, հիմա չէ, այն ժամանակ երբ միացրեց, եւ եթե Ռուսաստանին, Հայաստանի բարեկամությունը պետք էր, ապա ոչ թուրքերի հետ առևտրի արդյունքում Ղարսը, Նախիջևանը չպիտի տար Թուրքին, տվեցին, ոնց որ Շուշին տվեցին,
նույնությամբ, ոնց այնտեղ զինվորականները դարձան տերուտիրական, Ղարսում, թալանեցին, հոշոտեցին, մորթեցին, բռնաբարեցին, նույնը արեցին Արցախում։ Եվ նույն ռուսական ազդեցության սրիկաները։ Այսինքն մենք բարեկամներ չունենք։ Մենք ունենք մեզ, մեր երկիրը սիրելու չափորոշիչով եւ պաշտպանունակ լինելու խնդիրը մեր մեջ արմատացնելու եւ հզոր լինելու բարեկամ մեզ, ուրիշ ոչ ոք։ Բոլորը սուտ են։ Լավ է, բայց քեզ կհարգեն միայն այն պարագայում, երբ դու կկարողանաս քու երկրի պաշտպանունակությունը հզոր պահել։ Տեսեք, մենք պապի թվանքով շանտես տվեցինք Ադրբեջանին։ Արդարություն վերականգնեցինք, Արցախը գծեցինք եւ այլն, բայց մեր իշխանությունները հետագա գործընթացում դավաճանեցին հայ ժողովրդին։ Դավաճանեցին։ Եվ այդ տարիներին այն որ ասում է քոչվոր մեկը մի Իլհամ հասկացավ, հանգիստ պատրաստվեց պատերազմի։ Մենք հոշոտեցինք մեր երկիրը։ Նա պատրաստվեց, հենց որ ժամանակներ աշխարհը լռեց, այդ նույն եվրոպաները չգիտեին, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, իհարկե գիտեին։ Չգիտեին, որ Ղարսը Հայաստան է եւ վերջ, այդ նույն Բրիտանիան իրենք մեզ այն որ ասում է օգնեցին, բայց ռուսների ձեռամբ հետ տվեցինք։ Այսինքն մենք չենք սիրում պաշտպանել մեր պետությունը, մեր եսը, մեր երկիրը։ Մենք ասում ենք խաղաղ ապրենք, խաղաղությունը կարևոր արժեք է։ Բայց որտեղ է եզն էլ է խաղաղ ապրում։ Եզ այսօր Իլհամ Ալիևը ավելի շատ հարգանք է վայելում, քանզի այս իմ տարածքն է, այո, միջազգային ընդունված է, հա, ես իրավունք ունեմ հետ վերցնելու։ Մենք լափեցինք, Քոչարյանի զավակները լափեցին, Սերժի զավակները լափեցին, երկրի օլիգարխները լափեցին, պետությունը սննկացրին։ Ադրբեջանը իր, այսպես ասած, իր երկրի չափորոշեց սա իմն է, հա դե վերջ, մենք չպաշտպանեցինք։ Մենք հիմա խոսում ենք խաղաղությունից, այլ ընտրանք չունենք։ Այդ մի հատվածն է Օղորմի Նժդեհի անցավորներին եւ Նժդեհին։ Այդ մի հատվածն է, որ մեզ ինչ որ մի բան է դարձնում, գործոն հնարավորություն տալիս եւ խաղաղություն ասելով պիտի հասկանանք պատրաստ լինել մեր տարածքն ու երկիրը պահելու։ Հիմի ինչ որ արեցինք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ված չի այս եվրոպական համաշխարհային բումը, բայց հուսով եմ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հաջորդ զարգացումներին, որ կգա մեր ճյուղերի կողմից։ Պատրաստ է, թե չէ։ Այստեղ է խնդիրների խնդիրը։ Մնացած ամեն ինչը կարծես թե այս պահի դրությամբ, հա, դնենք մի կողմ մնացած հաշվարկները իր վերարտադրվելը, իրենց ասում են դե եկել են, որ ընտրություններում Նիկոլի իմիջը բարձրան եւ այլն, հնարավոր է, բա ինչ պիտի անի։ Պիտի փորձի, պիտի գնա ընտրություններին հաղթելու։ Հետո ընտրություններից հետո ամսի 7-ից հետո ցույց կտա ժամանակը կամ ընտրությունը կցուցանե, թե ինչ բևեռացում կունենա հասարակությունը։ Ինչ աստիճան ձայներ կունենա իշխողը եւ նրանք, ովքեր ձգտում են իշխանության։ Այստեղ արդեն բոլորիս համար պարզ կլինի, թե շարունակությունը ինչ աստիճան հետընտրական զարգացումների կարող է բերել։ Արդյոք մենք կկարողանանք պաշտպանել մեր երկրի կայունությունը եւ գնալ առաջ, թե հերթական ֆիասկոն կապրենք։ Հիշում եք, մի ավանակ կա րոպեն մեկ ինձ ասում է դու Լևոն Տեր-Պետրոսյանի անունն ես տա։ Լևոն Տեր-Պետրոսյանը այն ճշմարտությունը, որ ասեց 94-ին, երբ արդեն որ ասում է հրադադարը, այսպես կոչված, կնքվեց, ասած մեր թշնամին միջազգային հանրությունն է, աշխարհն է, Ադրբեջանը չի։ Նրանք համաձայն չեն, որ Արցախը վերադառնա իր երկիր։ Նրանք համաձայն չեն, վաղ թե ուշ աշխարհը ձևը կգտնի մեր հարցը լուծելու, եկեք այսօր մենք լուծենք։ Եվ հենց տահակները, որ հետո դարձան իշխանություն, անունները այդ ողորմելի
էթնիկ անհայտ ցակման անասունների չեմ էլ ուզում տալ վերևից ներքև նրանք որոշեցին մեր այսօրվա պարտությունը այդ օրը տրորելով Հայաստանի Էմոր ասում է այն գաղափարը որ այո մենք այսօր պիտի լեզու գտնենք նրանք զրոացրեցին տարիների ընթացքում հանձնեցինք երկիրը հիմի ինչպիսի զարգացում կունենա այս նոր քայլը ինչքանով է նման նախքին դարասկզբի տեղի ունեցածին երբ Նժդեհը կռիվ էր տալիս Մեղրիում բոլշևիկները իշխանություն էին գրավել Երևանում եւ երբ տեսան որ մի Նժդեհ թքած ունի բոլորի ուղությամբ իրենք չեն կարողանում Զանգեզուրը ծնկի բերել նոր հաշվի նստեցին հայ ժողովրդի հետ իսկ հայ ժողովուրդը դա ինչ որ քնձռոտ բոլշևիկ չէր Լենին չէր բան չէր չգիտեմ այն մյուս անասունները հայ ժողովուրդը դա Նժդեհն է Նժդեհի տեսակը որ պահին մեր միջից դուրս եկավ այն պահին մենք ժողովուրդ չենք լինելու ու ամեն ինչ կորցնելու ենք Փառք Աստծո այդ տեսակը դուրս չի գալու Խոսքս ծայրահեղ ավանակներին չի վերաբերում Խոսքս փաստարկված մոտեցումներին եւ երկիրը պաշտպանելու ուժ ու կամք դրսևորող մարդկանց է վերաբերում Խոսքս պատեհապաշտներին չի վերաբերում որ իշխանության ժամանակ ում քղանցքը համբուրեն ու շարունակեն ապրել գոռալով որ մենք ուրիշ ենք մենք երկիր ենք փրկել Խոսքս չի վերաբերում քաղաքական ստահակներին Խոսքս վերաբերում է մաքուր Նժդեհացին ու Նժդեհ ունեցող մարդկանց ժողովրդին որ մենք ենք մնացած ծախսուտ է այնպես որ բարի ընթացք օրը գա բարին հետ ինչպես ասում են կապրենք կտեսնենք շատ ոգևորվել պետք չի թեվաթափ լինել էլ պետք չի դժվարությունները մարդու համար են եթե մենք որպես ժողովուրդ որպես պետություն չկարողանանք հաղթահարել արկա մարտահրավերները մենք դրան արժանի ենք հուսով եմ եւ վստահ եմ որ կհաղթահարենք կհանդիպենք